առաջացին վստահ են ծանոթ են նաև Հայաստանի իշխանությունները, շատ լավ ծանոթ են, ամեն դեպքում թիրախ են ընտրել էլեկտրական ցանցերը, արձանագրումները պարզ են, իրենց գործողություններն էլ արդեն նախագծվել են, ասում են նախագիծ կա պատրաստ, այս ընթացքում ձեզ հետ կապի դուրս եկել են, փորձել են ինչ-որ ճշտումներ անել, ինչ-որ հանդիպումներ ունեցել եք, թե չէ, կամ գուցե առաջարկներ հնչել են, եւ ինչ եք պատրաստում անել հենց օրենքի դաշտում ստեղծված իրավիճակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ճիշտ ասած, մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալս կուղեմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ, չգիտեմ ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի, անգամ պատրաստ եմ հիմնավորել, որ ձևաչափով ցանկանան, ինչ վերաբերում է մեզ հետ կապ հաստատելու, գիտեք, նորմալ չի, եթե մենք պետություն ենք կառուցում, բացարձակ նորմալ չի, այսպիսի մեզ ներդրումը, են էլ մի պա մոռանանք անձին, բայց անձին մոռանալ ցավոք սրտի չի ստացվում, ոչ թե ցավոք սրտի, նաև ուրախություն, դա անձ է, որը, չգիտեմ, երևի թե վատ բան ասելն է դժվար այդ մարդու մասին, բոլոր տեսակի հնարավոր միջոցներով, այսպես ես անձամբ շփվելով իր հետ, բացարձակ, եթե խոսքը գնացել է պետության, բարեգործության վերաբերյալ, անգամ թիվ չի հարցրել, բայց նորմալ չի, երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, խլել, ոնց ուզում եք այդ անունը դրեք, յուրաքանչյուր բառ այդտեղ տեղին է, որևիցե ձևով, լավ, առանց փաստաթղթային, ինչ-որ զանգով, եկեք, քննարկենք, հասկանանք, միգուցե չէ, մենք էլ ունենք թերություններ, մենք էլ ունենք խնդիրներ, անսխալական ոչ մարդ կա, ոչ կազմակերպություն կա աշխարհում, բացի Հիսուս Քրիստոսից, չի եղել այդպիսի բան, այստեղ է, այստեղ պրոբլեմը հենց այստեղ է, ինչի չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքը ասեմ, որովհետև նախ վախենում եմ, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այսինքն այստեղ պետականացնելու խնդիրը ընդհանրապես մտածելն անգամ օգտագործել եմ, շատ են, չգիտեմ, ասում են մի օգտագործի, բայց եւս մեկ անգամ կօգտագործեմ, այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա։ Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է, դուք կանխատեսում եք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասում ենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել։ Հիմա չի եղել, ձեր հարցին այսպես մի քիչ երկար ստացվեց պատասխանը, որևիցե ձևով չի եղել։ Իսկ ինչ եք պատրաստում անել օրենքի շրջանակում Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեր համար բնականաբար արդեն մենք հասկանում ենք, բայց այդտեղ արդեն միջազգային կազմակերպություններ, մեր գործընկերների հետ միասին շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից, իհարկե չեմ կարող տրամադրել այդպիսի փաստաթղթեր, այո, որ զարմացած են շատ, ապշած են։ օրինակ ստանում եք։ Ինչ առաջարկներ։ Լավ, երբ որ հարցին հասնի, հարցը գործողականանք։ Բոլոր իրավական ճանապարհներով ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը դա մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ։ Հաջորդը լավ, օքեյ։ Մի քանի անգամ նաև նշվում է, որ ընկերության մինորիտար բաժնետերը Կարապետյանների ընտանիքին պատկանող, բայց Պետրոսում գրանցված ընկերություն է։ Այստեղ կա ինչ-որ պայմանագրային որևէ կետ, որևէ պայմանագրում կամ որևէ նման իրավական փաստաթղթում, որ կառավարության հետ նման իրավական վեճերի դեպքում որ միջազգայնացանում, ասենք Լոնդոնի արբիտրաժային դատարանում կամ այլ նմանատիպ արձանում, որտեղ պիտի նման հարցերը քննարկվեն։ Ուրեմն պայքարի ռազմավարության շահերից ելնելով թույլ տվեք ես դա չասեմ ձեզ,
ունենք, ամեն ինչ ունենք, գիտենք որտեղ, գիտենք ինչ ձևաչափով, ընդհանուր բանակցություններ են տարվում, ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է, այնպես չի որ մենք սենց հանգիստ նստած, այո։ Մեր համար գործընթացը սկսված է, անկեղծ ասած, Կարապետյանի ապօրինի ձերբակալումից, հետո կալանավորումից սկսած, որովհետև հասկանում ենք ինչ է կատարվում, բայց ներողություն եմ խնդրում ձեզանից, թույլ տվեք այդ ռազմավարության, այսինքն ինչ ճանապարհով, ինչ ատյանում, բայց հավատացած եղեք շատ լուրջ է լինելու։ Մեր գործընկերները, քանի որ հետաքննությամբ այսպես պարզել էին ինչ բարդություններ իրենից ենթադրում պետականացումը կամ եւս մեկ այլ անձի փոխանցելը, որովհետեւ դուք էլ կարդացել եք վստահաբար, որ ասվում է ոչ թե պետականացնում են, պետությունը այդ քաշը եւ այդ հնարավորությունը եւ այդ մենեջմենթը չի կարող իրականացնել, չունի, հետեւաբար վերցվում է, խլվում է մեկ այլ մարդու փոխանցելու համար նախ կխնդրեմ այս մասով մի բան ասեք եւ մյուսը եւ որպես իրավապետ եւ որպես քաղաքացի եւ հաջորդը կա հնարավորություն կամ դուք բացառում եք որ Սամվել Կարապետյանի ազատության գինը կարող է լինել այն ստորագրությունը որը կվճռի թե հեցի ճակատագիրը թե իր ճակատագիրը ամենատխուր վարկածներից մինչև ուրախ վարկածներ եւ ամենազվարճալի անկախ քննարկվում է դուք եք հասկանում այսինքն քաղաքացի եք որ օրինակ կարող են հանել եւ նրան վետո դնել թույլ տալ հայրենիք մտնի ոտք դնի մյուս կողմից նրան թույլ տալ դուրս գալ քաղաքական գործընթաց սկսի այսպես հազար ու մի վարկած քաղաքական առարկից մինչև տնտեսական եւ հաջորդը դուք